Բարի լույս։ Ինձ թվում է ներկայացնելու կարիք չկա։ Ստեփան Փարթամյան, այսօրվա իմ հյուրն է։ Շնորհակալություն Ստեփան ջան, որ եկաք ինձ հյուր։ Բարի լույս, բայց խնդրեմ ինձ ջան մի ասա։ Ինչու՞։ Բարսկերեն է, թուն հայուհի ես, ինձի հոգիս ասա։ Ջան հայերեն բառ չէ։ Չէ, բարսկերեն է։ Այդ իմ համար այսօր բացահայտում էր։ Շատերի համար բացահայտում է, քանի որ մեր նախնիները օգտագործած են, ըստ ինքնաբերաբար թուն իբր նախնիներուն նայելով որ հբարդ ես որ հայ ես, իրենց կատարածը համարում ես իբր ճշմարտություն եւ թուն շարունակում ես։ Այսինքն երբ որ մենք եղել ենք դեռևս տրկատիրության ժամանակներում երևի Դեռ հիմա եւս ստրուկ ենք, բայց մոնանա որ բարսիկները մեզի երկար ժամանակ իշխած են։ Այդ ժամանակներից եկել է ջան այո, քանի որ մենք միշտ խոնարհած ենք ուրիշին արչև, երբեք դիրոջը գամքով մենք, այսինքն դերսելով մենք ոչ թե Աստված։ Մենք իբր դեր երբեք չենք ընդունած։ Անհատական քետնի վրա ասում ենք որ ես կարող եմ, բայց հոգեգանը միշտ ստրուկի հոգեբանություն ունի, քանի որ 1000 տարի է ստրուկ ապրած ենք մենք։ Եվ թոքաբանություն դուրս չի եկել։ Շատ հետաքրքիր սկսեցինք բացումը, բայց եկեք չհեռանանք իմ ոդքասթից, ընթացքում էլի կխոսենք։ Ես ուզում եմ հասկանամ երբ եք տեղափոխվել ԱՄՆ։ 1981 թվականին 19 տարեկան հասակից ընդանյոք եկանք Ամերիկա, քանի Լիբանի քաղաքացիական պատերազմները կար եւ հայրս չէր ուզել որ քանի այն ժամանակ զինվորական մարտական դարբեր խումբեր կային, pedagogan չէր եւ այն ժամանակ կբարդատրեին երիտասարդներուն 18 տասնյակական որ ամեն ոչ թե փանակ եւ տալ, այլ մասնակցել այդ ֆլանջիստ եւ այլ խումբերու մեջ հայրս չէր ուզել ադիգալալ եւ մեզի Ամերիկա բերավ։ Դուք ունեք քուրի եղբայր միասին ընտանիքով տեղափոխվեցիք ԱՄՆ։ Եկվորյակ եղբայր ունիմ, բայց ինձանից 180% տարբեր է իմ գերբարից եւ 2 տարեկան մեծ քուրիկ ունիմ։ Տեղափոխվեցիք ԱՄՆ, ինչպես եղավ ձեր ադապտացիան 1981 թվականին ԱՄՆ-ում եւ ինչ տարբերություն եք տեսնում այն ժամանակվա Ամերիկան, հիմիկվա չէ որ արդեն մոտավորապես մի կես դար անցել է։ Իհարկե 45 տարի անցած է։ Ընդգրկվեցի ադապտացիա բառը չեմ սիրում, քանի նորեն օդար բառ է հայերեն չէ։ Okay, փորձեմ այսօր միայն հայերեն խոսել ու երևի իմ հետևորդներն էլ կսիրեն, որովհետև շատ անգամ մեկնաբանում են, որ ինչու գրական հայերեն ես չեմ խոսում, ես դե պատասխանում եմ, որովհետև սա ոդքասթ է, ազատ զրույց է։ Բայց գարիկ չի կա քրական խոսիլ, գարիկ կա ժողովրդականը խոսիլ, բայց հայերեն բառերով, եւ որ հայերեն բառը գոյություն ունի։ Ուրեմն մարտ 15 1981 թվականին Ամերիկա մտանք, եթե գիրագի օր էր։ Հիշում եք։ Երկուշաբթի արդու ժամի 5-ին արտնցա եւ gas station կացի աշխատելու, քանի որ հորակրոջը Սամուսինը gas station ուներ, այսինքն նույն այդ բենզալցակայան։ Այ ավասիկ, բենզալցակայան։ Ես հայերենս ինքնուս եմ, արաբական դպրոց կացած եմ։ Ուրեմն Արդու գանուխ ժամի 5-ին արտնցա եւ քերայրիս հետը միասին գաստի բենզալցակայան կացինք եւ 9 ամիս այդտեղ աշխատա։ Բայց որ իմանամ ով ինչ է Ամերիկան։ Անգլերեն գիտեիք։ Այո, արաբական դպրոց կացած է որ անգլիական թեգում ուներ։ 9 ամս յետքը ես Ամերիկա եկա գրթվելու ոչ թե արեստի նետվիմ, քանի այն ժամանակ հիշեմ քերայրս ասա որ մի ուրիշ գայրամ մգարնենք եւ թուն ադոր դերը գտարնաս բան, ասի որ չէ, ես գրթության համար եկա Ամերիկա։ Եվ 9 ամիս հետո Glendale College կացի, որ իմ BA-ը սարնեմ, որ მე հետո Նոթրեջի համալսարանը կացի եւ ֆիլմարվեստի պեմատրիչ մաքուր հայերենով դիրեկտոր հասկացություն չէ դիրեկտորը պեմատրիչն է պեմատրող բանը թե հերադեսիլի եւ թե կինոյի բայց միաժամանակ 4 տեղ աշխատեի եւ համալսարան գերտայի եւ միաժամանակ սովորում էիք այո եւ մի շատ գեղեցիկ 1963-ի Mustang ունեի որ $350 քննած էի երևէ մուխ կելեր 5 տարի Glendale College ադոր այդ կացի եկա երևէ մուխ կելեր ամեն մարդ ինձի գոչեին մուխը եկա մուխը գնաց Ասեմ համեստ երազանքս հայկական էր, ես միշտ հայկական եղած եմ երազանքս, երբեք
հոլիվուդյան աստղային հիվանդություն չեմ ունեցած, որ ուզում եմ Հոլիվուդի մեջ ես մի բան դառնամ։ Փոքր հասակից, մանուկ հասակից հայի ինքնությունը ինձ միշտ հետաքրքրած է։ Ադուր համար այսօր բադահատ շատ վրդոված եմ հայերի վրա, Ինչու՞։ որ հայ չեն, անունով հայ են։ Ես միշտ ասում եմ, որ մենք քիչ ենք միան մեզ հայ են ասում, այդ բանաստեղծության դողերը երկրագնդի այսօրվա 8.5 միլիոն մարդկանց մեջի 8 միլիոն հայերի համար չէ, այլ 8 միլիոն հայերի մեջի 8 միլիոն իսկական հայերն են։ Քանի որ մենք օդարամոլ ենք, մենք այո, լավը կփնտրենք, բայց եւ որ այդ լավին, ասին ես լիբանանյան ծնողքս մեզի հոս բերավ, որ ավելի լավ կյանք ունենանք։ Բայց ոչ թե կարծում օտարամոլ չենք, ուղղակի կյանքի բերումով, պատմության բերումով միշտ պատերազմական գոտում են գտնվել, միշտ պատերազմել ենք եւ ավելի փորձել ենք փրկելով ընտանիքը արտագաղթել։ Նայեցեք, 1915-ին եկող հայը Ամերիկա 3 սերունդ հայ մնաց, մինչև 4-րդը։ Մեր սերունդը, որ ես 80-ական թվականներուն եկած եմ, կգնամ ասել, որ 2 սերունդ հայ պիտի մնա։ Այսօրվա Հայաստանցին, որ եկած է, 1 սերունդերով հայ չմնար։ Ինչու՞։ Քանի որ միշտ աչքերնից դուրս է, եւ ամենաշատ աչքերնից դուրսը Հայաստանցին է, քանի որ փակված միջավայրի մեջից դուրս ելավ, եւ ես միշտ ասում եմ, ուրիշները ասկասեր են, իսկ հայը եսասեր է, մեջը լալով ես։ Ես եսասեր եմ, բայց իմ եսասիրությունս հայկականություն է, հայ լինելն է։ Ես սիրում եմ, որ մարդիկ ինձ ասում են հայը։ Ինձ ասում են, «Դու հայ ես», ասում եմ, ես հայ չեմ։ Ասում եմ, «Բա ինչ ես»։ Ես ասում եմ, ես հայն եմ։ Հայն եմ, okay։ Հայն եմ։ Մեծ դարբերություն կա, որ ես միշտ ասում եմ, ծնողքը եթե հայ է, զավակը հայ չի գնարալալ։ Մինչև որ զավակը ինքը ընդունի, որ ինքը հայ է։ Այս պատճառով, եւ որ Ամերիկա եկանք, ես եղբայրս, քույրս ամեն սա կորձի լծվեցինք եւ իրականությունից մեր ճանապարհին կացինք, փոքր ընտանիք ենք եւ ես շատ ուրախ եմ, որ հայրս հատ որոշումը կատարեց, որ մեզի Ամերիկա բերե, որ մենք կրթվենք եւ ոչ թե մնանք այդ խորոզ քանի դիպանի մեջ կնաս ասել, որ ես հայ չեմ օրինակի համար։ Ես եւ որ Ամերիկա մտա, ես ամերիկահային վրան խնդացի, որ ինքը հայ չէ, ես եմ հայը, ես Լիբանանեն եկած եմ։ Այսօր Հայաստանցին քարիս է այստեղ եւ Հայաստանից ասում է, որ մեզ առաջվա եկողները հայեր են, չէ, մենք ենք հայը։ Եվ այդ բոլոր վատ ու լավ վարգերը բերում են, դժբախտաբար վատը ավելի վար կա, քան թե նորը կա։ Մանավանդ այդ երկիրը, որ քեզի իրավունք կուտա, որ դու կրթվես, զարգանաս։ Բայց չէ՞ որ այստեղ էլ հիմա հիմնել են լավ հայկական դպրոցներ, կրթահամալիրներ, անգամ մանկապարտեզներ, դեռ փոքր տարիքից։ Նայեցեք, երկու տեսակի քաղտոջախ կա, հին քաղտոջախը կա եւ նոր քաղտոջախը կա։ Եւ մարդիկ ինձ միշտ ասում են, որ դու խտրականություն ես տունում հայաստանցիներու եւ ոչ հայաստանցիներու մեջ։ Ասում եմ, երկու տարբեր ազգեր ենք մենք, նույն ազգը չենք։ Նույն լեզուն ենք խոսում, բայց նույն մարդիկը չենք։ Հին քաղտոջախը իրեն համար գազագերբություններն էին ղեկավարողները եւ ադուր համար ավելի գազագերբված են։ Իսկ նոր քաղտոջախը գազագերբություն հասկացողություն չունին, այլ անհատներու իրավիճակ է։ Հիմա նույնը կնմանի, ես եւ որ համերգ տամ, հին քաղտոջախը գսե Ստեփանը մեր ասկին փողերը գուդեգոր։ Իսկ հայաստանցին իրեն համար դարբերություն չներ, Ստեփանն է կամ Թաթյոսն է, բայց հայաստանցին է, որ իմանա, որ Թաթյոսը, որ Հայաստանին եկած է համերգ կուտագոր, եւ Ստեփանը, որ սպիրկահայ է համերգ կուտագոր, գնախնդրե հայաստանցին եւ տալ։ Մտածելակերպները դարբեր են։ Ես իմ վերջին ծրագիրս 30 տարի հետո 1918-ին եւ որ ասեցի, որ ես Հայաստան գերտամ գոր։ Գուկակորի մեդես ամենի դա երազում եք Հայաստանի մասին, փոխվեցավ ամեն ինչը։ 2018-ին 2018 թվականին ներողություն։ Ուրեմն ծրագրին անունը մերկ ճշմարտություն էր։ Ես կիսա մերկ ելա, բայց մարդիկ կարծեցին, որ մերկ էր, քանի որ սեղանին դակը դապադը չէր երևնար։ Եվ մերկ ճշմարտությունն էր, բացատրեցի, որ այս քաղտոջախը իրականչուր 10 տարի նոր ներքաղթողներ կան։ Եվ իրարու գադեն։ Մենք 1970-ական մինչև 60-ական թվականներ ամերիկա հայ
հասկացողություն կար։ Այսօր ամերիկահայ հասկացողություն չի գա։ Ինչու։ Քանի որ 70-ական թվականներուն Իրանի եւ Իրաքի պատերազմի պատճառով իրանահայեր եւ իրաքահայեր, եւ ոչ թե բարսկահայեր, իրանահայեր ժամանեցին աստեղ իրենց միջավայրի մեջ իրենց կազմակերպություններով գարձեցին որ իրենք ավելի լավ հայ են, քան թե այդ հայը որ գսե my grandfather was an Armenian 80-ական թվականներուն Լիբանան եւ Սուրիայի գրիվներու պատճառով մենք եկանք մեզի համար աս աղցանը հայտնի չէր որ իրանահայը եւ իրաքահայը ովքեր են հա ամերիկահայ հասկացությունը գիտեինք մենք ես Լիբանանեն եկա իմ ինքնասիրության ինքնահավանության մեջը որ ես եմ հայը իրանահայը իրաքահայը հայեր չեն ինձ մե հետո հայաստանցին եկավ 10 տարի հետո 90-ական թվականներին այո 90-ականներից սկսեց մեծ ներգաղթ ուրեմն 90-ականները որ եկան հիները ճուզեցին իրենց հետ խառնվել քանի որ ասեցին նրանք թավաջաններ են հայրենիքը գթողնեն գուքան ես այդ դարիներուն ասեցի որ ընդքրգենք քանի որ մենք չընդքրգեցինք մեզ մի առաջվանները մենք ընդքրգենք իրենքը մեզի չընդքրգեցին քիչ ավելի հերու մտածող եմ ես միշտ բայց չընդունվեցավ այդ գաղափարը եւ այսօր ես միշտ կդակ կնեմ հին քաղտոջախը Ֆորեսլոն է Ժամփանը գսպասեգո որ իր թաղման արարողությունը գիտելա նոր քաղտոջախը որ հայաստանցիներն են 20 տարի հետո Ֆորեսլոն գիտելան քանի որ 20 տարի հետո այլ ուրիշ հայեր պիտի կան եւ նրանք թեգուզ որ նեգուզ եթե Հայաստանին կան թեգուզ քուր եղբայր են դարբեր մարդիկ պիտելան մտածելակերպի մեջ ու ըստ ձեր տեսակետի նորից նոր եկածներին հները չեն ընդունելու այո մեր տեսակետն այդ խոսակցությունը կա նոր եկած հին եկած այ ոնց եք համարում ամենահին եկածը որ հին եկածն է որտեվ արդեն 90-ականները համարում են իրենց հին եկած իսկ 80-ականներ եկածները չէ ամենահին եկածները ցեղասպանության ժամանակից եկածներն են որ այսօր քաղտոջախի մեջ չես տեսներ մեգուսացած կամ վերացած են արդեն ամերիկացի դարձած են քանի որ անգլերենով գսեն the melting pot բայց թունես որ բիդուզես որ այդ melting pot-ի մեջ չգործանվիս ես իմ կորձունեությունս ես հայ եմ բայց իմ զավակիս ես չեմ բարդացրել որ թուն հայ ես զավակս ինքը բիդուզե որ ինքը հայս կա ես միշտ այդ գաղափար ունեմ born again Armenian քանի որ արյունդ կարող է որ հայկական լինի բայց քո վարվելագերբդ քո գենցաղդ արյունը չի բարդացրել քեզի հա գնա 50 տարի հետո ասես որ Հայաստան կացի հողին վրան գեցա եւ փամը սկացի սկացումները սիրո նման է այսօր քեզի շատ եմ սիրում վաղ քեզի քիչ եմ սիրում բայց եւ որ ուղեղդ կաշխատցնես գնաս հավիդյան հայ մնալ թարգմանենք այդ նախադասությունը ծնվի որպեսի հայ լինես վերածնվես թուն գծնվիս իբր մարդ արարած Եթե ես այսօր ուզեմ որ չինացի լինել, պետք է չունենամ որ աչքերս չինական դեսկով ացերի դեսագը լա։ Իմ ապրելակերպս եւ մշակույթի ընդունելություններս, ջաշերը, երաժշտությունը, գենցաղը, գոնա չինական լա եւ ես ինձ չինացի համարեմ։ Երկրակունքը այդպիսի միջազգայնություն ունի իր մեջը։ Եվ ես միշտ համարում եմ ես ազգային տղա եմ, չեմ կարող միջազգային դառնալ։ Ձեր մեջ ապրում է հայում Ստեփան ջան 90-ականներին հոգիս իսկ եթե ամուսինս խանդի գսեմ որ իրեն աբուշի մեկն է որ չգիտեր որ նայեցեք աբուշ փարը վատ փար չէ բայց քանի որ մենք երկու դարբեր ցեղեր ենք այսօր եւ ասկեր ենք հայաստանցի եւ ոչ հայաստանցի արևմտահայերենի մեջը Ուշիմը, եթե մեգումը փամը մեկ անգամ բացադրես, ուշիմ մեկը գլա։ Եվ որ 4-5 անգամ ասես իրեն, եւ չի հասկնա, ժխտական աբը գուքա ուշիմի առաջ եւ գտարնա աբուշ։ Այսինքն անուշաթիր։ Բայց արևելը հայերենի մեջ եւ որ աբուշս ես, մաքուր հայերենով ասեմ, իդիոտի իմաստը գուտա։ Այո, հիմար։ Պապիլոնի աշտարակի բամությունը, նայեցեք ես հավատացյալ մարդ չեմ, բայց աթեիստ եք։ Հայ եմ, աթեիստ չեմ գնալ ես։ Եթե Աստծուն չեք հավատում, քանի որ հայը չի գնալ Աստծո հավատալ։ Հայը ասկային դվյալ մնե։
Իսկ քրիստոնեությունը միջազգային դվյալ է։ Նույն ինքը ավետարանը գսե որ եթե Հիսուս Քրիստոսի հավատացիր, թուն չես կնար թուն քեզի հույն կամ հրյա համարես։ Քանի որ այդ բացմությունը կրված ժամանակ ամենազորավոր մշակույթները հрьяներուն եւ հույներուն են։ Այո։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը հրյա էր։ գապ չունի ով ուզե թողլա, բայց քիրքի մեջ ասում է, եթե Հիսուսին հավատացիր, թուն քեզի չես կնար համարել հույն կամ հրյա։ Նույն իրավիճակով թուն քեզի չես կնար համարել հայ քրիստոնյա։ Ես միշտ ասում եմ, ես քրիստոնյա մարդուն հարգում եմ, բայց հայ քրիստոնյա մարդուն չեմ հարգում, քանի որ ինքը գերձավոր է։ Ինքը երկու բաները ապահովում է իր մեջը, որ եթե մերնին է որ մեկը չի գիտեր ինչ բերելա, ինքը տրախտ եվտա։ Վախկոտ է քանի որ ինքը։ Ես միևնույնն է հոգս չէ որ բիդեվտամ։ Ես միևնույնն է գիտեմ որ տրախտ եւ թժող գոյություն չունի։ Քանի որ մենք հիմա ապրում ենք տրախտի մեջ եւ թժողքի մեջ։ Ինձ ասում են այդ հրյական գրոնքն է։ Ասում եմ, բա իրենք են ստեղծող աս բոլոր գրոնքները եւ ասում են տրախտը ցեզի, երգիրը մեզի, ով էր աշխարհի ամենաանուշատիր ազգը աշխարհի վրա, հայերն են, որ իմացան որ ծրի բան մգա, դերմը որ անհասանելի է։ Անան ուրեմն եւ մեր հբարդությունը 10000 տարի քոյություն ենք երկրակունթի վրա եւ դեղներ քաղտած ենք, բայց մեր ամենակարևոր երկու դվյալները որ հայը առաջին օդարին որ հանդիպի գսե, do you know Armenia is the first Christian nation, հայերը առաջին քրիստոնյաներն են եւ սխալ է։ Առաջին pedagoganությունը քրիստոնեությունը ընդունողն է, քանի հայերեն առաջ շատ մարդիկ եղած են քրիստոնյաներ եւ երկրորդը գիտես Հիտլերը ինչը սավ եւ որ հрьяներուն պիտի մաքրեր։ Աս ասկը երկրակունթի վրա աս երկու դվյալ են ավելի ուրիշ բան չունի որ ես առաջին օդարը որ տեսնեմ առաջին երգեր որ ներքախտեմ մեգումը որ տեսնեմ ամենայն բիցեմ որ ես հայ եմ եւ ես առաջին քրիստոնյա ասկն եմ ինչ արավելությունը եւ որ այդ դվյալով մենք չենք ապրում եւ որ մենք մեզի չենք պաշտպանում որ երկրորդ չարթը չի լինի եւ եղավ երկրորդ չարթը։ Ուզում եք ասեք ավելի անցյալով են ապրում հայերը եւ առաջ չեն ուզում գնալ։ Դու գիտես իմ մեծ հայրուսով եղած է։ Ոչ։ Ով ես դու։ Կամ քեզի ինչ իմ մեծ հայրուսով եղած է։ Բայց ով ես դու։ Թուն այսօր ինչ կմնասնել։ Ամերիկա քեզի դրամատրում է ահրելի արավելություններ Եվ հնարավորություններ։ եւ հնարավորություններ։ Շահագործում ես կամ օգտագործում ես։ Շահագործելը այսօրվա փանդը նստած մեր հայ տրամադերևն են։ Օգտագործողը ես եւ դու ենք որ արից դրված է մեզի եւ օգտագործում ենք։ Իրականում իմ ոդքասթի մեծ գաղափարախոսությունը հենց այն է, որ հյուրերիս միջոցով ցույց տամ հնարավոր է գալ ներգաղթել, արտագաղթել Հայաստանից եւ ներգաղթել ԱՄՆ եւ ինչ որ մի կետի, ինչ որ մի լավ տեղ հասնել, ուղղակի պետք է ունենալ համբերություն եւ աշխատասիրություն։ Եվ հյուրերիս միջոցով փորձում եմ այդ ամենը ցույց տալ։ Եվ մենք ունենք, մենք հայերս այդ սովորությունները ունենք, բայց դարօրինակորեն սովետական միության այդ դվյալը որ թուն եթե կորզարան աշխատից կոր եւ օրինակամար 10 լուբրիգ ստանաս կոր վնաս չունի աչքերնից փակենք որ թուն երկու հատ կոշիկ առնես դուրս տանես եւ ամեն մեկ կոշիկը 3 ռուբլի ծախես եւ ադիգա կոգյանքը ավելի լավացնե գլոր հաշիվով աս է իրավիճակը չէ եւ իրականչուր ես իմ շրջանակս հայաստանցիներով լեցուն ես ավելի շատ հայաստանցի ընկերներ ունիմ քան թե արևմտահայեր քանի արևմտահայերու հիվանդությունը ուրիշ տեսակ հիվանդություն է։ Ինչ հիվանդություն է։ Նայեցեք, ես երկու հատ վանտագանիշեր ունիմ, հեշթագներ ունիմ։ Մեկը դա հայաստանցիներուն, մեկը դա ոչ հայաստանցիներուն։ Եվ Facebook-ի, Instagram-ի վրա որ տեսնեք #ցեր տրամով գրած եմ, ադիգա ոչ հայաստանցիներին է, սպիրկահային է։ Իսկ եւ որ գրած եմ #ես գիտեմ, ադիգա հայաստանցիներուն է։ Լավներ, պարանջատում եմ։ Այո, իրականչուր Հայաստանցու մի բան հարցնես, նախքան որ նախատասությունը փերնից է դիել, քեզի ես գիտեմ։ Դե իհարկե, ես դասախոս ունեի, ճիշտ է, պետք չի ռուսերեն մեջբերումներ անել, բայց ասում էր каждый второй արշակ второй, այդ հայերի մասին էր։ Այսինքն ամեն երկրորդ հայ իրան թագավոր ազգում։ Ես ինքս բարձ հայ եմ զգում։ Եվ ես ասում եմ աշխարհի ամենահարուստ տղամարդն եմ։ Իմ հաշվից մեջը $1000 չի գա այսօր, բայց աշխարհի ամենահարուստ մարդն եմ եւ թափանցիկ մարդ եմ ես։ Եվ ես եւ որ դերմը մտնամ մարդիկ կգարձեն որ կարևոր մեկը ներս մտավ։ Ինչու՞, քանի որ իմ կորձունեությունս
նա գավերցնի։ Ոչ թե իմ քշած ինքնաշարժը, ոչ թե իմ հակած $3000 կամ Կոստյումը։ ես միշտ կադակ եմ անում, ասում եմ, որ մենք միշտ բան ուրիշ մեծահարուստ ընկերություններու արևծրական զանոցումներու բաստարներն ենք։ Գուչի հակած ենք, ասիկա թրած ենք, աչքերնից ասանք պետք է մեծ նշանը ըլլա։ Ասում եմ, որուն եք խափում։ Նրանով, եթե ես այսօր Bentley քշեմ, կամ իմ մեկ հատ նոր հին Mustang մկնած եմ, եթե ադիգա քշեմ, դարբերություն վիճելա, քանի որ ես եմ մարդը, եւ անցյալները մեկ հատ դեսահոլովակ պատրաստեցի, որ վրաս թուղթեր փակցուցած էի, ագնոցս $10,000 ընկերության անունը, դապադս ուրիշ $3000 թուղթերով եւ ասեցի, սրանք ամեն մեկ այս արժեքը ունին, բայց ես անարժեք մարդ եմ։ Ինչ որ այսօր յուրաքանչյուր հայն է, եւ որ յուրաքանչյուր հայս եմ, ամենաշատերը հայաստանցիներն են։ Հիմա հայաստանցիները այս հաղորդումը չեն սիրելու։ Հայաստանցիները շատ լավ գիտեն, որ ես ճշմարտությունը գսեմ եւ իրենք համաձայն են, բայց իրենք չեն գնար արտահայտվել, քանի որ իրենք վիրավորած կլան։ Մեր հաջողությունը գսկսի նույն քրիստոնյա հավատքի մեջը ճանաչեր քո սխալը, որ ես քեզ ընդունիմ իմ թակավորության մեջ, չէ՞։ Բայց մենք հայերս երբեք մեր սխալները չենք ընդունիր եւ որ ավելի փորձարու մեկը քեզի կբացատրե, հայաստանցին վարգանական քեզի գսե #ես գիտեմ։ Շարունակելով այս թեման, իհարկե սուր թեման, բայց ուզում եմ հարցնել, դուք հրատարակել եք գիրք Yes We Have եւ ապուշ 101 բաժար, որ հայերը ապուշ են։ 101 բաժար, որ Եվ մեկ ադուրիչ գիրքը հայը Ամերիկայի մեջ, The Armenian in America։ Ուրեմն նայեցեք, իմ երազանքս, իմ քոյությունս երկրակունքի։ Եթե մարդը ծնած է, պետք է անպայման մեռնի։ Այո, Եվ մահից պետք չէ վախենանք մենք։ Եվ ադոր համար հավատքներ պետք չէ ստեղծենք։ Հայերու մեջը այսօր բաժնված է դարբեր տեսակի հավատքներ։ Ժամանակին հբարդ էինք, որ միայն չէ քրիստոնյա էինք, հիմա մահմեդական, բուդդիստ, հինդու, ինչ ուզես հայ գա։ Բայց ինչու, քանի հայը վախկոտ է։ Մարդ արարած է ինքը վախկոտ է, որ ես ամեն ունեմ հիմա մեռնիմն է ինչ պիտի լա ինձի։ Ժամանակին Եգիպտոսի արքաները իրենց հետ գտաղեին հարստությունը, եթե հայը այսօր գնա նույնը ինքը գնե։ Իմ երազանքս անիկա է, որ ես մինչև մեռնիմ երկրակունքը իբր հայկական պիտի վավերագրեմ։ 2000 թվականից առաջ այդ քաղաքարով եկա եւ ասի ունեցեք Ամերիկան մենք հբարդ ենք որ Հնդկաստան հայկական քաղաքոջախ եղած են մեզ բայց այսօր փաստեր չունենք մեկ հատ դպրոց մեկա մի քանի հայեր մնացած են մնացած ամեն հնդիկներուն դված ենք ասում Ամերիկանը 100 տարի յետք փաստեր բիչու ենք որ հայկական էր իմ ծրագրի սկիզբը այդպես կսե աբուշիմնեգի դրած որ չի հասկնաս Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է Բայց այստեղ շատ ունենք հայկականը արդեն մշակույթ, եկեղեցիներ։ Ճշմարտաբար եկեղեցին համարում է իբր հայկական։ Եկեղեցին ո՞ր մեկ եկեղեցի է։ Միայն թե վրան այրենով տարեր գա։ Ուրեմն ես իմ ծրագիրս այն էր, որ 3 բան վավերագրեմ։ Հայկական թրոշը, հայոց թրոշը այսօրվա ո՞ր մեկդեղ բացահայտ զեդեղված, որ ժողովրդի կողմեն գտիտվի, ոչ թե դունիտ մեջ իրակույն թրոշա, կադիգա գվավերագրեմ։ Ավելի public վայրերում։ Yeah, մաքուր հայերենով from public view։ Այ փենքիմը կամ ԱԲԳ-ն նորեն հանրային դեղզ է դեղված եւ ժողովրդի կողմեն դիտված եւ մեմը դեղական լեզվով հայկական անվանումներ։ Եվ որ մոդեցա մի քանի հարուստներուն ասեցի, որ $5,000 գուտակ ամերիկան գուզեմ բդդի։ Եվ միայն թե ոչ թե այսինքն հոթելներ մնամ վայելեմ, այլ մոթելներ մնամ, հաստելներ մնամ, օտոյի մեջ կնեմ, միայն թե բդդիմ վավերագրեմ, վրաս խնդացին, ասին մեր տրամով ամերիկան գուզես կոր բդդիլ, ադոր համար #ծև տրամը եկավ։ Գազագերբություններուն կացեցի, որ ծեր եկեղեցիները այսօր ծեր գայքեշներու մեջ նկարները չունիք։ $5,000 դվեք ինձի, ես բդդիմ ծեր եկեղեցիները վիդեո եւ նկար անեմ եւ ցեզի դամ, բայց ես աս իրավունք ունենամ, որ The Armenian in America քիրքը հրադարակեմ։ Բայց քանի որ անհավատի մեկն եմ եւ հայ եմ, նրան աչոկնեցին։ Ըստ իված, ես քանի որ միշտ կսեմ PhD ունիմ հայ լինելու, դոկտորայի դիտոս ունիմ, ասում են ինչպես, ասում են PhD, Փարթամյանի հայկական դունը։ Իմ գիտելիքներս հայության մասին այսօր ո՞ր մեկ
PhD ունեցող չունի։ Հմ, Բայց քանի որ ես ենթակա չեմ այդ համալսարաններու երթալ գնալ եւ բացատրել, որ ես գիտեմ, եթե իմ դվյալներով ոչ մեկ թեզի թիմեմ, գնամ դոկտորայդի դուրս ստանալ, բայց այդ գազագերբված գարույցին չեմ հավատում ես։ Ուրեմն մի քիչ հրադարագեցի երկու շաբթվա մեջ 150 էջ, չէ՞ որ մենք գսիրենք ասել որ ասինչ բանը հայը հրաձե, ասինչ բանը հայը Այո, հրաձե, բայց այսինչ բանը Ամերիկայի հայն են Միացյալ մտածել։ Նահանգներու այդ արիթը որ գուտա ինձի, որ փաստաթուղթերը կան նրանց։ Ուրեմն 2007 թվականն էր, եթե չեմ սխալիր, Օբաման որ նոր ընդրված էր, կամ պիտի ընդրված էր։ Եվ ինքը ապրիլ 24-ին ամեն աբուշ հայգը սպասեր որ ցեղասպանություն բարը օգտագործել, որ ոչ մի իմաստ չունի։ Ասեց որ United States of America is a much richer country because of many Americans of Armenian descent who have contributed to our society. Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հարուստ է, քանի որ ամերիկացիները հայկական ցակումով ներդրումներ կատարած են։ Այո։ Ես ասեցի yes we have, քանի որ իր ընդրության բայկարը yes we can էր։ Ես ասեցի yes we have եւ զեդեղեցի փաստաթուղթեր, pedagogan փաստաթուղթեր, որ առաջին մաս չորցնելիք, ցերքի մաս չորցնելիքը հայ մեգը ստեղծած է Այո։ 1908 թվականին։ Առաջին ինքնաշարժի շարժիչը հայ մեգը ստեղծած է 1928-ին փաստաթուղթերով եւ փոքր գենսակրություններ եթե իրենց մասին գար։ Եվ սկսա հայրոնս եւ որ դուք գիտեք որ հայրը ասիգա արած են, հա։ Ասեմ քիրքը գնամ ունենալ $20 դուր ինձ։ Եվ այդպեսով 4000 քիրք ծախեցի եւ երկրակունքի 25 երգիրներ վավերագրած եմ արդեն, հետո կոവിഡ്ը եկավ։ Որ կոവിഡ്ը եկավ, դաթրեցի։ Հիմա արդեն դարիքս արած է ոդկս հիվանդություն ունիմ, ոդկի երակներս փակված է, շատ չեմ գնալ որ քալել։ Քանի աչերջաբուդություններում պիտի շատ քալես։ Քանի որ եւ որ Թրամփ չի գա, տաքսիա չես կնարանել, Uber-ա չես կանել, դեղերգա որ պիտի քալես։ Գուսամ որ քիչ ավելի գլավանամ եւ գշարնագեմ մոտ 40 դարբեր երգիրներ գա որ պետք է վավերագրեմ եւ ատքի հետո պիտի միևնի մատքի առաջ չեմ միևնել ես։ Ուրեմն այդ քիրքի բաժարը եւ քիրքի փոխանցագությունը հայ ասկի ոչ մեկ օգուտ չունի, բացի մեջ են 2 կամ 3 հոգիներ որ իրենց շահերը նվիրած են հայ ժողովրդի։ Իսկ այդ քիրքի շահը գուքա ինձի որ ես աշխարհը բդդեմ։ Եվ ավելի շատ դրամով։ Այդ հայաստանցիների մասին չէ, ես գիտեմ։ 2012-ին մեկ անգամ եւս Ամերիկան բդեցա, առաջինի 50 օրով բդեցա, եւ վավերագրեցի 548 դեղեր։ 2012-ին արդեն 5 տարի անցած էր, պետք է քիրքը հրադարագեի, մեկ անգամ եւս 25 օրվա մեջ բդեցի, 40 դեղ նկարեցի, նոր դեղեր, յեդեգա հաջորդ օրը արդեն emergency հիվանդանոցն էի։ Ջնշումը շատ բարձր էր, սիրտս արդեն դրոփում էր, ասենք ըսկում էի, քանի պետք է հանգիստ տնեմ ես միշտ, եւ քիրքը հրադարագեցի։ Քիրքը որ հրադարագեցի, քիրքի երեսը Ամերիկայի թրոշակն էր։ Հայերս կսան, բա ինչպես կնա ասիգա հայկական լար, եկեղեցի, երակույն, ասում են, բայց Ամերիկան մերն է, չէ՞։ Ես իբր ամերիկացի այսօր իրավունքներ ունիմ այստեղ։ Ես ոչ լիբանահայ եմ, ոչ հայաստանցի եմ, ես ամերիկացի եմ։ Բայց այդ քաղաքը հայերու միտքի մեջ չի գա։ Հայը միշտ նախընտրում է որ քաղաքական գոչվի ինքը, քան թե դերը լա երգիրին։ Այդ քիրքը որ հրադարագեցի մարդիկ չի սիրեցին, եւ որ 2018-ին ես Հայաստան փոխադրվեցա, 4000 քիրք ես աղբը թափեցի։ Եվ թափած ժամանակս նկարահանեցի, հետո Սուպեր Սակոյի եւ Սպիդակցի Հայգոյի ամմագարտակ երգը ես խնդրում եմ մի կնա, այդ եւ որ քիրքերը գտապվեր գոր, այդ երաժշտություն վրանտերի, որ ես խնդրում եմ մի կնա քիրքերուն։ Բայց խոստացա որ այդ քիրքը նորեն կվերահրադարագեմ, բայց բոլոր Ամերիկայի դվյալները քանթված, եկեղեցին ախորդ դարձած, հայկական գետրոնները քանթված եւ այդ ժամանակ եւ գրեմ 2075 թվական հայկական Ամերիկայի մեջ այդ ժամանակ 2026 թվականի հայերը այդ քիրքերը ամեն կգնեն, քանի որ մենք կդխրենք մեր ուրախությամբ եւ կուրախանանք մեր դխրությամբ։ Ցավալի է։ 90-ականներին հիմնել եք երաժշտական ստուդիա, որտեղ շատ հայտնի երգիչներ եկել ձայնագրվել են։ Ինչու փակվեց այդ ստուդիան։ Հայի ջաշակը փոխված է եւ քիչ աչվորսի մենք քիչ ենք միայն մենք հայ ենք։ Ուրեմն 90-ականներին էր եւ որ գարնի
անունով ցայնասկավրագի հաստատությունը ստեղծեցի, մինչև հիմա գոյություն ունի, բայց չեմ հրադարագել, որ քանի որ հայը անջաշակի մեկը դարձած է, թե Հայաստան եւ թե Ամերիկա, Երաշտական առումով։ մշակույթի առումով, բացահայտ է բոլոր Լոս Անջելեսի համերգները, որ այսօր կգայանան, ուրեմն եւ առաջին ցայնասկավրագը հրադարագեցի դհոլի հայկական հարվածային ցայները։ Մարդիկ վրաս խնդացին։ Ինչը սել է ասիգա։ Մեկ հատ երկահոմ մթիր, ռիթմը թիր, բարելու փամը թողլա։ Ասի չէ, սա հիմքն է, թեգուզ որ դհոլը հայկական չէ, բայց հարվածային կորձիկը հիմքն է երաժշտությամը, որ դուք ուրախանաք, քանի որ հայկական մշակույթի ամենակարևոր կորձիկը մարդու գողորտն է, ցայնի լարերն են, որ մեկ կորձիկ չի գնար ներկայացնել հային, որ հայկական քերչական երաժշտությունը առանց կորձիկների։ Ամենամոդիկը ձիրանափողն է։ Եվ ադամը մենք հբարդենք ռուսական անվանագոչումով դուդուկ բարին։ Դուդուկը հայկական է, բայց բլուլը օրինակ համար շատ ավելի հայկական է, քան թե դուդուկը։ Ուրեմն առաջին ստեղծագործությունը ադիգա էր, հայերս վրանց խնդացին, ասեցի, ես եւ անջանակ միայն թե 1000-ը պետք է ապսպրել, հիմակվա նման մեկ հատով չես կնարան։ Ասի մեկ հատի ինքնաշարժից համար, քանի այն ժամանակ չկար ֆլաշկա քարտերով մդիգնեին կամ ընդգրկեինք տարբեր դերերից, ասի մեկ ցայնասկավարակը ինձ համար է ինքնաշարժ, 200 Ամերիկայի տարբեր ռադիո գայարաններ, որ world music կնվագեն, իրենց կղրգեի, մնացածը նա 800 բայեստի մեջ կմնար, եթե մեկ ուզեր գարներ։ Այդ պատճառով Նյու Յորքեն միջազգային ցայնասկավարակներու ավդատության ընկերությունը թիմեց ինձ ասելով, որ մենք կուզենք մեկ երաժշտական հատված օգտագործել հավաքածոմը գնենք, որ կգոչվի The Big Bang, in the beginning was the drum։ Եվ հայկական դրամի մասին մեկ էջ կար, բացատրություն կար, որ ինչպես արաբները փերին դհոլը մեր երգիրը, մենք չէինք ունեցած հարվածային այդ կորձիկը, մենք ինչպես այսօր բոնգաները կան, անոնց պզիկները կան, անոնք ունեինք եւ դեֆերը ունեինք, բայց դհոլը արաբները մեզի փերած են, քանի որ արաբները իշխեցին մեզի, ադոր մասին չեն խոսի, իսլամացան, անոնք մասին չեն խոսի, մենք քրիստոնյա եւ շատ գեղեցիկ բացատրություն մգար եւ այդ բաժարով մոտ $4000 տրամ աշխատա ադոր վրան։ Սիդիները չվաճառվան։ Եվ ատկերը դու մոտ 60 ցայնասկավարակ հրադարագած եմ, անինչ որ հայերը չեն սիրեր։ Իսկ ամենավերջինը, որ հրադարագեցի, Գոմիդաս բադարակը 4 դուդուկներով։ Եվ հրաշք կորձմն է, ոչ թե քանի որ հոգևոր երաժշտություն է, այլ քանի որ ժողովրդական երաժշտություն է։ Քանի որ այն ժամանակ հոգևորականները կողցան եւ խորենացին իր բացման մեջ է գբացադրե, որ հայ ժողովրդի երաժշտությունը, ժողովրդական երաժշտությունը, հավատքը, քրիստոնեությունը կողցավ եւ դարձուց հոգևոր երաժշտություն։ Եվ ադոամ այդ նայես այսօր մենք շատ հերույ ենք հայի ինքնությունեն, մեր այսօրվա ժողովրդական երաժշտությունը կապ չունի հայերի հետ։ Այսօրվա ամենահզոր հայ ժողովրդական երգիչը, եթե ժողովրդական ասենք փապ հասկացողություն այսօրվա ամենաաբուշ հայգոյեն կամ թաթայեն կամ Տիգրան Ասադրյանեն, կապ չունի հայկական երաժշտության մեջ։ Հայը կնմանի այդ գաբիգին, որ ծափդասնի գաբիգը սկսի բարելու։ Հայը այդ կերպարը ունի։ Մարդիկ թող չներվին, ճշմարտություններ են ասոնք։ Մենք ինչպես կնանք բարելավել։ Միշտ մարդիկ ինձ ասեն դու ժողտական խոսից, բայց ինչ է, ասում եմ ես ամեն կորձունեությունը ցեզի դված եմ, որ դուք սովորեք ինչ կնանք անել։ Եթե մենք ետ երթանք մեր հայկական հիմքով, հայկական խայիկների դվյալներին, մենք երկրակունթի վրա ամենահզոր ազգը կլանք, քանի մեր մշակույթը դարբեր կլա մնացած բոլորից։ Իսկ այսօր մենք բարսիկ, ազերի, թուրք, հույն, արաբի ընդօրինակություն ենք եւ հրեաների։ Ոչ թե իրենք մեզ մեկ կողցան, մենք հիմա իրենց մեկ առնենք, այլ չէ, մենք միշտ քող եղած ենք։ Եվ որ մենք մեր ինքնությունը գործընծուցինք, դարձած ենք քող, որ մենք ուրիշին ծառայենք։ Այսօր արեմդահայերը լահմաջուն գսեն, հայաստանցիները լահմաջո գսեն։ Դա մի ուրիշ էշություն մնի հայաստանցիների կողմից։ Անունը լահմաջուն է, մսաշոդ է։ Բայց հայերը ստեղծած են
արաբական անունով, որ արաբներեն փող աշխատին։ Մենք հայերս փողի համար ամեն ինչ կանենք։ Շատ խոսելիքներ կա, բայց նյութը դարբեր դեր կնած, բայց եկուր ներքախտի մասին խոսենք։ Ներգաղթի մասին եկեք խոսենք եւ որ խոսքը գնաց կառավարելուց եւ ինչ որ մի բան փոխելուց, եթե մեկ օրով լինեիք ԱՄՆ նախագահ, ինչ կփոխեիք Չեմ միգուցե։ ուզում այդ վաշտոնան։ Ինչու։ Ես ասել եմ իմ եսս հայ լինելն է, հետաքրքրված չեմ Ամերիկայի մեջ բան փոխելու։ Նույնիսկ հետաքրքրված չեմ այլևս Հայաստանի մեջ բան փոխելու, այլ հետաքրքրված եմ իմ մշակութային գետրոնը, որ Գլենդել ներողություն, Գլենդել Կալիֆոռնիայի օրենջի անգույնը բացած եմ եւ գոչած եմ մշակույթարան, adank փարա չի գա։ Ես փարը ստեղծող եմ։ Ցեղասպանության թեմը ստեղծած եմ ցեղաբրում փարը, Jan Olive-ը, որ այդ քիրքերուս շարանն է, եւ ապրիլ 24-ի իմ հաստատությունը սփած է, որ ներկայացնեմ ցեղաբրումի դվյալները, այդ քիրքերու փոխանցություններն են։ Ես հետաքրքրված եմ իմ արխայությամբ, որ է Orange եւ California-ի անգյունը 3000 քառակուսի square feet դեղը, որ իմ ամենահաճելի դերն է, որ գնացիմ հայկական երաժշտություն մտիկ կնեմ եւ միջազգային երաժշտությունը մտիկ կնեմ, բայց ոչ թե հայկական երաժշտություն, որ ընդօրինակած է միջազգային Մաքուր երաժշտություն։ հայկական երաժշտություն։ Այո, ես ծրագիր մտված եմ, որ ինչպես հային հայ գտնամ դարձնել, բայց քանի որ այդ նախատեսությանը սկիզբը ասած եմ, որ մեկ եկեղեցի բագաս կառուցեք երկրակունթի վրա, Այո։ կառուցեք, ուզած չափ կառուցեք, բայց մեկ հատ բագաս 25 միլիոն դոլարը հատկացուցեք Հայաստանի մեջ այդ երեխաներուն, ովքեր կարող են մի քիրք հայերենով Փերանացի եւ քրավոր ներկայացնեն այդ քիրքը զերծ օդար բարերից, թե ռուսական, թե անգլիական, թե թրքական, թե բարսկական, $1000 գուդաս։ Եթե 10 քիրք անե այդ ժամանակ $10,000 գուդաս, իր ծնողքը այսօր Հայաստանի մեջ այո մեծահարուստներ կան, միջին փոքր խան, բայց մեծամասնությունը ամիսը $500-ին $700 վրա եկամուտ ունի։ Այո։ Ընտանիքմա։ Հայաստանում այո։ Ընտանիքմա, որում մեջ են $200 կհատկացնեն օդար լեզվի ուսուցիչիմը, որ զավակին իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչ սորվե, անգլերեն սորվեցնե, որ աբական որ մեզնա այդ երեխան ավելի եկամուտի աղբյուր ունենա։ Ուրեմն իրենց դարեգանը վրայի $10,000 չներ, որ հայաստանցին շահագործե այդ աղքատ Հայաստանցում, որ օրական 13 ժամ աշխատի եւ հետո տրամնա ուշ վճարե, բայց վճարե։ Ուրեմն տուն այդ $25 միլիոն եւ եթե ունենաս $100 միլիոն, վարգենական Հայաստանի մեջ կստեղծես հայոց լեզվի ուսուցիչներ, որ մաքուր գտաստիարակեն, հայ քիրք վաճառվելու առավելությունը այսօր Բարուս Սևագի Համոսայանի հետ մահուքիրք ելեն 500 օրինակ չի վաճառվիր եւ միսը 10 տարվա ընթացքին մաքուր հայեր կստեղծես, քանի մշակույթն է, որ մեզի կտասավորե, քանի որ մեր լեզուն է, որ մեզի կդարբերե ուրիշներից, մարդ արարած է, չինացին, գերմանացին, ֆրանսացին նույն մարդն է, բայց իր լեզուն է, որ իրեն հոգի գուտա եւ այդ հոգին գտարնա հայի հոգի կամ ֆրանսացիի հոգի։ Այն ինչ որ մենք հայերս այսօր մեզ համար կարևոր չէ այլևս այդ մեկը։ Եվ օրից իմ նախադեսած աբական հայ ժողովրդի շատ վատ է։ Եվ մինչև հիմա 30 տարվա մեջ ծրագրի մեջ ինչ որ ասած եմ հայ ժողովրդի մասին իրականացած է։ Լավ Ստեփան, հուսանք, որ լավ օրերը դեր առջևում են եւ կգտնվեն բարի մարդիկ եւ կամ մենք հարստանանք շատ եւ ֆինանսավորենք այդպիսի մի մշակույթի կենտրոն բացենք Հայաստանում։ Ամեն դեպքում լավը մաղթենք եւ լավատես լինենք, որովհետեւ կարծում եմ այդքան էլ այն հույս չէ եւ հայ ազգը կկարողանա համախմբվի եւ իր մշակույթը, ինչու՞ չէ եկեղեցին ու կրոնը պահի եւ միան դրամով նայեցեք այսօր Լոս Անջելեսը դարձած է Հայաստանի աղբի մշակութային կենտրոն։ Այսինքն Հայաստանի մեջ եթե թատերական ներկայացումը ներկայացես, եթե 300 հոգի հաջող է, եթե դոմսակը 10,000 դրամ լա ամենաթանկը, ինչ պիտի ադեղ գումար, ոչ մի բան։ Ծախսը ասենք թե 5,000 լա, 5,000 անգամ 300, ինչ կնե 15,000 չէ, 100 ինչ որ մաթեմատիկայից ես 3 կամ 4 միլիոն Հայաստանի դրամ բիդանի։ Այո։ Բայց եթե նույն այդ կահ-կահ կիկի գոս պերես,
եւ վիզան վճարես, դոմսակը վճարես, մոտ $30,000 ծախս պիտենաս, Այո, բայց եկամուտը 100,000 է կամ 70,000 է։ Նույն ատկակակ է։ Եվ աստեղի աբուշ հայերը եւ մանավանդ հայաստանցիները գարոդը սկալով հայրենիքի ուրեմն հաջախում են։ Եվ ամենավատանիկը է որ եւ որ թուն Հայաստանին ցկած եկած ես եւ գրթված չես Հայաստանի մեջ թուն եւ հոս եկած ես ուզում ես աբացուցես որ թուն կարող մեկն ես ուստի այդ ցերնակներում մի դերտաս եւ ամենասուր դոմսակը պիտի քննես քանի որ հիմա այստեղ ցերկը տրամ գա որ աչեվը նեսիս որ քո մորակրոջը հորակրոջը տրացին դղան որ հոս կաբրի քեզի դեսնե եւ հետո իր մորակրոջը ասե հորակրոջը դուգուն ասե որ քո հորակրոջը մորակրոջը դղան $200 վճարած է եւ արժեվը նստած էր այս ցեվագերբությունները որ կան մեր ասկին վերջը բերած է արդեն եւ եթե այսպես շարունակենք ավելի վատ պիտի լա ուստի եկեք կնահատենք իսկական հայկականը եւ հաջախենք բայց քանի որ թեր պետք է գրթվենք մեր դպրոցները ադիգա չեն սորվեցնել ես ամեն նոր դարին գարաչարգեմ այսինքն մինչև այն ժամանակ որ ծրագիր ունեի ամեն մատ բարի մաղթանքներ գուտա չէ այո ես միշտ կսեի որ հայկական բոլոր դպրոցները Լոս Անջելեսի մեջ թող փակվին քանի որ դարի մենք $50 միլիոն կծախսենք դպրոցներուն 10 հատ դիբար հայ ստեղծելու համար քանի որ մենք այդ թուրքը որ մեզ եսավ աշխարհի վրա բոլոր հայերը պիտի վերցնենք եւ միայն թե մեկ հայ պիտի ցկենք թանկարանի մենք ուզում ենք ադի իրականացնել բայց քանի որ աշխարհի վրա լիքը թանկարաններ կա դարին 10 հատ հայ ստեղծենք այդ թանկարաններում մեջ կզեդերենք ուրեմն ամեն թանկարաններում մեջ մեկական հատ հայ կմնա Փարի Լուիս Ստեփան հոքիս այո շնորհակալ եմ որ ինձ այցելեցի քյուր չգիտեմ ինչ մեկնաբանություններ կունենանք բայց ամեն դեպքում ձեր բոլոր բռնած գործերին թող հաջողություն լինի եւ ի սրտե մաղթում եմ որ մեր հայազգը ավելի ամուր լինի եւ մի քիչ այդ ոչ բացասական ոչ դրական կողմերը բացասական կողմերը փորձի կողք դնել եւ մի քիչ մտածի իր մշակույթի եւ ապագա հայ մնալու մասին եւ կրթի լավ սերունդ շնորհակալություն որ իմանանք որ մենք սխալ բաներ հրացենք անպայման լավը կգադարենք ես իմ հայերենս ինքնուս է արաբական դպրոց կացած եմ եւ որ փարմը չգիտնամ վարյանական կբրբդեմ գնայեմ ինչի ադբարին հայերեն հոմանիշը եւ միշտ մարդիկ վրաց կխնդան որ դու սխալ կխոսես ասեմ շիդակ խոսողները չեն արդահայտվի որ ինչն են որ ես այդ կարողություն ունիմ որ Ճագադը սլայն գարդայդվի գուսամ իրականչուր ներքախտող քանի որ շատեր պիտի թեր ներքախտեն այ միանշանակ շատ գուսամ որ իրականչուր ներքախտող այդ երազանքների մեջ որ պիտի լինի որ աբական լավը լա շիդակ ուղիով անի թե ոչ օրմը չէ օրմը այո անպայման Կալիֆոռնիայի այդ քեղեցիկ փանդերի մեջ պիտի գտնվին